Պատկերացրեք, որ դուք միակ ծառն եք 400 կիլոմետրանոց ավազե օվկիանոսում, ոչ մի հարևան, ոչ մի թփուտ, միայն դուք, 300 տարի շարունակ, գոյատևում եք երկրագնդի ամենադաշան անապատում։ Սա Տեներեի ծառն է, միայնակ մի ակացիա Նիգերիայի Սահարա անապատի կենտրոնում։ Դարեր շարունակ այն համարվում էր բնության հրաշք։ Այն միակ տեսարժան վայրն էր ու ուղենիշներ քոչվոր քարավանների և ճանապարհորդների համար։ Տեներեի ակացիան այնքան հայտնի էր, որ դարձավ պատմության մեջ միակ առանձին ծառը, որը նշվել է 1/4 միլիոն մասշտաբի պաշտոնական ռազմական քարտեզների վրա։ Սակայն դրա 300-ամյա պատմության հերոսական գոյատևումը ունեցավ տարօրինակ և ողբերգական ավարտ։ Չնայած հարյուր կիլոմետրերի վրա բառացիորեն ուրիշ ոչինչ չկար հարվածելու, մի հարբած բեռնատարի վարորդ կարողացավ իր մեքենան ուղղել հենց ծառի վրա և բախվել դրան։ Նա չհարվածեց քարին, նա չշրջվեց ավասաբլուրների վրա, բացարձակ դատարկության մեջ նա բախվեց տեսադաշտում գտնվող միակ կենդանի արգելքին։ Բախումը կոտրեց հնամենի բունը, վերջ դնելով աշխարհի ամենամեկուսի ծառի կյանքին։ Այսօր այն վայրում, որտեղ կանգնած էր այդ հնամենի ակացիան, տեղադրված է մետաղական մի հուշասյուն, իսկ բնօրինակ ծառի մնացորդները պահպանվում են Նիգերիայի ազգային թանգարանում որպես պատմության ամենաանհավանական վթարի հիշեցում։ Ինչ եք կարծում, սա պատմության ամենաանհաջողակ ծառն էր, թե մենք գործ ունենք աշխարհի ամենավատ վարորդի հետ։ Ինչպես կարելի էր դատարկ անապատում գտնել ու հարվածել հենց այդ միակ ծառին։ Գրեք ձեր մտքերը մեկնաբանություններում։